Սպասված ակցիայի իդեալ համակարգից։ Փոխարինեք ձեր 5 նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները idealsystem.am Ողջույն հարգարժան տիկնոք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Վերջին օրերի իրադարձությունները Հայաստանում եւ Հայաստանի շուրջ, Հայաստանից դուրս, այս ամենը բերում եւ մեզ հանգեցնում է անվտանգության խնդրի վերաիմաստավորման անհրաժեշտությանը։ Հաշվի առնելով այն մարտահրավերների նոր բնույթը, որը իր հետ բերում է 21-րդ դարը։ Ամենայն դեպս 2025 թվականը միջազգային հարաբերությունների իր ընթացիկ վիճակով։ Իսկ ինչի մասին է խոսքը։ Մենք տեսնում ենք, որ ըստ էության օբյեկտիվ պրոցես է այն, որ Հայաստանը հեռանում է եւ հեռանալու է Ռուսաստանից, ինչու, որովհետև Ռուսաստանի հետ մեզ չի միավորում ոչ ընդհանուր շահը, ոչ ընդհանուր նպատակը, ոչ էլ Աստված մի արածը ընդհանուր արժեքները, մինչդեռ այդ երեքն էլ ընդհանուր են մեր եւ արևմուտքի միջև, եւ նույնպես օբյեկտիվորեն, այո, Հայաստանը մերձենում եւ մերձենալու է Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ։ Այո, նույն ձևով անխուսափելի է, որ Հայաստանը պետք է ներդաշնակեցնի իր հարաբերություններն իր հարևանների հետ։ Ի վերջո աշխարհագրությունն էլ մակերեսին է։ Ռուսաստանի հետ մենք չունենք ընդհանուր սահման, Ռուսաստանը մինչև մեզ հասնի, պետք է անցնի կամ Վրաստանի վրայով կամ Ադրբեջանի վրայով։ Իսկ քանի չի անցել, ապա չի հասնի մեզ։ Սա գոնե քարտեզն է ցույց տալիս այդպես։ Այս ամենից ելնելով, այս ամենն էլ արձանագրելով եւս մի միտում է ուրվագծվել, դա Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների աննախադեպ վատթարացումն է եւ փորձենք հասկանալ, թե որքանով են նրանք այդ հետդարձի կետը հատել եւ ըստ այդմ ինչ կոնֆիգուրացիա է ստանում մեր տարածաշրջանն այդ դեպքում եւ ինչպիսի միտումներ է ձևավորում այդպիսի իրավիճակը մեր տարածաշրջանում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն այո մեծ առաջ քայլ արեց Եվրամիության հետ իր հարաբերությունների մերձեցման ճանապարհին, Կայա Կալլասի այցն էր Երևան, ընդ որում հենց այն ժամանակ, երբ Լավրովի տրամաբանությամբ պետք է Ղրղստանում գտնվեր Արարատ Միրզոյանը, նույն Արարատ Միրզոյանը, որ դիմավորեց Կայա Կալլասին եւ չգնաց Ղրղստան, եւ դա դժգոհություն առաջացրեց մեր եկեղեցով մտահոգված Լավրովի մոտ եւ Երևանից էլ Արարատ Միրզոյանը ուղղակի խորհուրդ տվեց քիթը չմցնել Հայաստանի ներքին գործերի մեջ։ Սա եւս միտում է, եւս ամենը իհարկե եւ մարտահրավերը եւ հետնել գալիս է հնարավորություն։ Ի վերջո Հայաստանում այս թոհուբոհի մեջ մի կարևոր բան եւս տեղի ունեցավ, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն առաջի անգամ ունեցավ տնօրեն, որը կապ չունի Ռուսաստանի հետ։ Սա շատ լավ նորություն է։ Իսկ Հայաստանի վարչապետն էլ ներկայացնելով նոր տնօրենին ուղիղ խնդիր դրեց հարցերը լուծել կապված ազդեցության գործակալների հետ։ Սա կարծեք թե նորություն է, երբ այս ամենն ասվում է հատուկ ծառայության նորանշանակ պետի ներկայացման արարողության ժամանակ։ Եվ ուրեմն փորձենք հասկանալ եւ
Այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է քաղաքագետ Միքայել Զոլյանը, բարև եք եկել, պարոն Զոլյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Դուք ուշով հետևում եք այս դեպքերի ստիպված եմ, այո, զարգացմանը, ընթացքին, ձեր գնահատականը ընթացիկ քաղաքական պահի, որտեղ հայտնվել է Հայաստանը, ընդ որում դրա թե ներսի, թե անմիջական միջավայրի, թե ավելի լայն համատեքստերում։ Գիտեք, տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ ամեն ինչ գնում է դեպի հանգուցալուծում, հա, եւ ինչ-որ խնդիրներ, որոնք կային, հիմա ավելի են, այսպես ասած, սրվում, բացահայտվում եւ ինչ-որ գործընթացներ են գնում, որ ավելի հստակեցնում են ամեն ինչ, հա, եւ մենք բավականին երկար ժամանակ այսպեսի ինչ-որ մոխրագույն գոտում էինք, հա, այսպես ասում են, այսինքն արդեն ոնց որ Ռուսաստանի հետ չենք, հա, սարսրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց նաև պես ակնհայտ Ռուսաստանի ազատության տակից դուրս չեն գալիս, հա, ինչ-որ այսպիսի շրջաններ ու շատերը քննադատում էին, օրինակ վարչապետ Փաշինյանին, որ ինքը շարունակում է մնալ պրոռուսական եւ այլն եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք, որ այս գործընթացը արդեն հնարավոր չի այսպես չնկատել, հա, այսինքն ճիշտ է այդ ամեն ինչը շատ քննարկվում է ներքին քաղաքականության տրամաբանության մեջ, ասենք չեմ եկեղեցի, հա, անդիմություն եւ այլն, բայց ի վերջո ես կարծում եմ սա հենց ապագաութացման այդ գործընթացն է, որովհետեւ նախ եւ առաջ կա հստակ դրված խնդիր, օրինակ էլեկտրացանցերի հետ կապված, որոնք ճիշտ է մասնավոր ընկերություն են, հա, ի տարբերություն ասենք Գազպրոմի կամ երկաթուղիների, որոնք վերահսկվում են ռուսական պետական ընկերությունների կողմից, բայց ակնհայտ է, որ տվյալ պարագայում սա եւս ռուսական ակտիվ է, հա, ըստ էության Ռուսաստանի կողմից է վերահսկվում եւ դրված է խնդիր այդ ակտիվը վերադարձնելու Հայաստանի Հանրապետությանը։ Նույն կերպ շատ ուրիշ ինստիտուտներում դրված է այդ գաղութային ազդեցությունը վերացնելու խնդիրը, դուք նշեցիք ԱԱԾ-ն, հա, որը բնականաբար ամենակարևոր ինստիտուտներից մեկն է այդ իմաստով եւ ամենա, պես ասած, խնդրահարույց, հա, որովհետեւ ցավոք սրտի սա այն ինստիտուտն էր, որտեղ կախվածությունը Ռուսաստանից ամենաուժեղն էր կամ ամենաուժեղներից մեկն էր եւ այնտեղ հիմա ինչքան հասկանում եմ, հա, մաքրման գործընթաց է գնում, բացի դրանից կա այդ ուրեմն զուգահեռ աշխատող, հա, արտաքին հետախուզության ծառայությունը, այսինքն այստեղ գործընթաց է գնում եւ եկեղեցու հետ կապված գործընթացները եւս ես այդ հարթության մեջ եմ դիտարկում եւ նաեւ այս ամբողջ, հա, հեղաշրջման պլանավորման հետ կապված գործընթացները եւ այլն։ Իհարկե ես այստեղ չեմ կարող պնդել, որ հրամանը եկել էր Մոսկվայից, հա, եւ շատ հավանական է, որ սա տեղական նախաձեռնություններ, հա, եւ իրականում Հայաստանյան որոշ գործիչներ են, որ այսպես անհամբեր ուզում են իշխանությունը վերցնել, բայց ամեն դեպքում նրանք ներկայացնում են այդ Կրեմլյան բևեռը Հայաստանի քաղաքական դաշտում եւ իրենք էլ հենց խոսում են այն կապերի մասին, որոնք ունեն են Կրեմլի հետ կամ Ռուսաստանի հետ եւ ես իրենց վստահում եմ, պատճառ չունեմ իրենց չհավատալ։ Ու սա միայն Հայաստանում չի կատարվում, այսինքն նույն process-ները մենք տեսնում ենք Մոլդովայում, տեսնում ենք մի քիչ ուրիշ ձևով, բայց Ադրբեջանում, տեսնում ենք եվրոպական երկրներում, ինչպես օրինակ Ռումինիայում, հա, այսինքն այս կոնֆլիկտը արդեն ես կարծում եմ այդ սրացումը գալիս է Ռուսաստանից, որովհետև Ուկրաինայում օրինակ տեսնում ենք, որ հարձակման է անցել, հա, ռուսական բանակը, ինչու, որովհետև նրանք հույսեր ունեին կապված Թրամփի հետ, մտածում էին Թրամփը իրենց կհանձնի ամբողջ այդ խորհրդային տարածությունը, դες կնվիրի Կրեմլին, եւ Թրամփը գուցեև կնվիրեր, բայց այնուամենայնիվ նա պետք է դրա դիմաց ինչ-որ բան ստանար, հա, գոնե ինչ-որ խորհրդանշական ինչ-որ զիջումներ պետք է ստանար, բայց ինքը ոչ մի բան ըստ էության չստացավ, Պուտինը ստացավ այն ինչ-որ ուզում էր, ինչ-որ առումով, հա, օրինակ Թրամփը կարող էր Պուտինից ինչ-որ զիջումներ ակնկալել նրա դիմաց, որ ասի, որ Ուկրաինան չի մտնելու ՆԱՏՕ, բայց դրա փոխարեն Թրամփը հենց սկզբից ասաց, որ Ուկրաինան չի կարող մտնել ՆԱՏՕ, ինչի մասին երազում էր Պուտինը։ Հա, կամ ասենք, սկսեցին քննադատել եվրոպական գործընկերներին, սկսեցին ուրեմն քննադատել Ուկրաինան եւ այլն, այդ ամեն ինչի դիմաց
Թրամփը կարող էր Պուտինից որոշակի զիջումներ ստանալ, բայց ինքը ոչ մի զիջում չստացավ, այդ ամեն ինչը արեց, մտածելով, որ Պուտինը ի պատասխան ինքն էլ ինչ-որ ճանապարհ կանցնի, բայց Պուտինը այդ ամեն ինչը ընդունեց, որ հա դա տենց էլ պետքա լիներ, ու սկսեց նոր պահանջներ առաջադրել եւ ինչքան էլ Թրամփը կարծում եմ այսպես որոշակի հոգեհարազատ մարդ է համարում Պուտինին, հա, բայց այսպիսի քայլերից հետո Թրամփը չէր կարող շարունակել այդ process-ը, հա, եւ փաստորեն գոնե այս պահին ձախողվեց այս ռուս-ամերիկյան process-ը, որի հետ մեծ հույսեր էին կապում Մոսկվայում, դա ձախողվեց եւ հիմա Ռուսաստանը այսպես հա անհույս պես ինչ-որ հարցակում է սկսել, որ դե լավ, եթե մենք բանակցությունների միջոցով չենք կարողանում վերցնել, եկեք մենք ուժով վերցնենք, այն ինչ-որ մեզ պետք է, հետո արդեն արևմուտքը կճանաչի, հա, եւ դրա արդյունքում որտեղ որ պատերազմը մենք դա տեսնում ենք, այսպես ասած։ Հա, կատարված փաստի արժեք կանգնացնել, հետո էլ դե ասենք հա մի երկու տարբեր սանկցիա կանեն, բայց դե ի վերջո այդ դրամատուրգիան աշխատել էր, Գրիմի դեպքում աշխատեց, հա, հետո արդեն Դոնեցկի եւ Լուգանսկի դեպքում աշխատեց, բայց հիմա արդեն չի աշխատելու, որովհետեւ Ռուսաստանը բավականին թուլացած է, որովհետեւ արևմուտքում հա, ինչքան էլ Թրամփը վճռականություն ունի այս հարցում, այնուամենայնիվ ընդհանուր առմամբ արևմուտքը արդեն այն հին արևմուտքը չի, հա, արևմուտքը հասկանում է ում հետ գործ ունի, եւ նաեւ անգամ Ադրբեջանի նման պետությունները, որոնք այսպես դժվար է արևմուտքի մաս համարել, բայց նրանք օգտվում են այս Ռուսաստանի թուլությունից, հա, եւ այս պարագայում Հայաստանի ենթադրում եմ, այս ամեն ինչը իհարկե իմ մեկնաբանություններն են, բայց ենթադրում եմ, որ նաեւ Հայաստանի այս ռուսամետ հատվածը հասկանում է, որ սա վերջին շանսն է իրաց, հա, եթե հիմա չանեն, ապա, չգիտեմ, մի տարի հետո նրանց ճակատագիրը արդեն բավականին պես անհասկանալի է լինելու, հա, մյուս կողմից նաև այս Թրամփի գալը եւ այլն իրենց մոտ որոշակի հույսեր առաջացրեց, եւ ենթադրում դրա հետ էր կապված, որ նրանք որոշեցին ավելի պես վճռական գործել, մյուս կողմից էլ կառավարությունը հավանաբար այդ տեղեկատվությանը տիրապետում էր եւ հետեւում էր այդ ամեն ինչին եւ այս սրացումները, որոնք մենք տեսնում ենք, հա, վերջին 1-2 ամիսների ընթացքում սրա հետ են կապված։ Հայաստանի հասարակությունը իհարկե շատ այսպես ալեկոծված վիճակում է, հա, ես հասկանում եմ, որ մարդկանց համար այս ամեն ինչ ոչ բոլորի, բայց շատերի համար այս ամեն ինչը տհաճ է, հա, ասենք, տեսնում են, որ ոստիկանները մտան, ասենք, Էջմիածնի վանքի տարածք, հա, իհարկե դա տհաճ է տեսնելը, բայց ու իհարկե առաջացնում է էմոցիոնալ պես արձագանք, որը երևի որևէ մեկին հաճելի չի, բայց պետքա տեսնել, թե երևույթի պատճառները որոնք են, ինչի են մտնում եւ գուցե խնդիրը հենց նա է, որ վաղուց պետքա մտնեին, հա, այսինքն եթե ժամանակին օրինակ նույն այդ եպիսկոպոսներից մեկի հայտարարությունները, որ նա անում էր ուղիղ եթերում կամ չգիտեմ, ոչ ուղիղ եթերում, այս հարցազրույցների ժամանակ ասում են ռազմական հեղաշրջում է պետք, եթե այն ժամանակ արձագանքեին, գուցե ստեղ չհասներ այս գործը։ Առիթ ունեին արձագանքելու, հասարակական կազմակերպությունը հարցում էր ուղարկել, ասացին հանցակազմ չկա։ Հիմա ասում են կա։ Հիմա հարցը առաջանում, բայց այն ժամանակի ինչու չկար։ Դուք որտեղ էիք նայում։ Եվ այդ ինչ էվոլյուցիա անցակ, որ հասկանաք, որ կա այնուամենայնիվ։ Դե ես ավելին ասեմ, այս 20 թվականից սկսած մի քանի հեղաշրջման փորձեր են եղել։ Մեկը 20 թվականի հենց նոյեմբերի 10-ին կամ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, այո։ Հետո եղել է ուրեմն փետրվարի 26-ին, եթե չեմ սխալվում, Օնիկ Գասպարյանի անվան պես ասած հեղաշրջման փորձը, որը ուղղակի նաև գիտեք, այդ հեղաշրջումները այնքան վատ էին կազմակերպված, որ նույնիսկ նրանց հեղաշրջում անվանելն է դժվար, հա, նույն ասենք այդ Օնիկ Գասպարյանի հեղաշրջումը ինքը տևեց 2 ժամ, որտեղ 2 ժամից պարզ դարձավ, որ չկա ոչ մի հեղաշրջում։ Ու հիմա օրինակ կրեմլյան քարոզչությունը կամ այդ նարատիվի կրողները օգտագործում են այդ փաստը, ասում են դե այդ ինչ բան էր, հա, այդ ինչ հեղաշրջում էր։ Նույնը այս եպիսկոպոսների հետ կապված էլի, օրինակ հետարքիր է, էլի, ես տեսնում եմ շատ նորմալ մարդիկ կրթված, հա, ժողովրդավարական արժեքներով, իրենք ասում են դե ինչ կարիք կար բռնել այդ մարդուն, դե լուրջ չէր ասում, էլի ինքը բաներ ասեց, դե կներեք։ Ասեց զինված հեղաշրջում, ոչ ասեց զինված։ Հա, մի կողմից իհարկե ուրախալի է, որ փաստորեն այդ մարդկանց լուրջ չեն ընդունում, հա, այսինքն եթե այդ մարդը ասենց բան է ասում,
բայց ոչ ոք լուրջ չի ընդունում, ուրեմն այդ մարդիկ չունեն։ Վարչապետի տեխնացու են առաջադրում։ Չէ, բայց տեսեք, նախ ասենք եպիսկոպոսը, հա, օրինակ կարող է ինչ-որ հավատացյալ մարդիկ լինեն, ում համար սա լուրջ, պես ասած, հեղինակություն է։ Եթե եպիսկոպոսը ասում է պետք է հեղաշրջում, ուրեմն բոլորս մի մարդու պես պետք է գնանք հեղաշրջում անենք, հա։ Երկրորդը, գիտեք, իսկ ոնց եք որոշում, նա լուրջ է ասում, օքեյ, այս մարդը ենթադրենք թե անլուրջ մարդ է, ինքը այսպես բաներ է ասում, բայց այն մյուսը որ ասի, ինքն էլ է անլուրջ, հա։ Այսինքն պետք է մի հատ էլ դատարանը կամ իրավապահները նստեն քննարկեն այս մարդը լուրջ է թե չէ։ Հա, հասկացանք, օքեյ, եթե ինքը ինչ-որ, ասենք, որևէ պաշտոն չունի, որևէ հանրային, պես ասած, հա, դեր չունի, ուղղակի փողոցում ինչ-որ մի հատ մարդ է, երևի չարժի այդ մարդուն շատ ուշադրություն դարձնել։ Մեկը խմել է, մի բան ասում է, ասենք նարդի խաղալուց։ Բայց սա լուրջ նախ հանրային դեմք է, ինքը ունի ինչ-որ հետևորդներ, հա, մարդիկ ովքեր իրեն վստահում են։ Նա եկեղեցու սպասավորը, հա։ Այդ չեմ ասում, որ պարտադիր պետք է օրինակ ձերբակալել, հա, բայց այն ժամանակ գուցե պետք չէր։ Գուցե եթե այն ժամանակ նրանք կանչեին ու ուղղակի ասեին, որ մի ադրասնես բաներ ու մի հատ տուգանեին, հիմա ինքը չհայտնվեր բանտում։ Հենց այդ մարդու շահերից ելնելով այն ժամանակ պետք էր գործել։ Ու մի հատ ուրիշ բան էլ ասեմ, էլի, հիմա պատկերացրեք 1932 թվականին Գերմանիայում Հիտլերին ձերբակալեին ու ասենք գերմանական այսպես ասած ժողովրդավար մտավորականությունը ասեր թե լավ ինչի՞ եք այս մարդուն ձերբակալել, ասենք բարձա որ ինքը լուրջ չի ասում, ասենք դե մի քիչ հետ գնանք 20-ականներին էր, չէ, այդ գարեջրային պուտչը։ Հա։ Չէ, ինչ եկան, ձերբակալեցին, բանտ նստացրին։ Բայց հետո բավական շուտ ազատեցին։ Նկարիչ տղայը։ Ու ինձ համար իհարկե օրինակ ես միշտ մտածում եմ ոնց եղավ էլի որ գերմանացիները այսպեսի կիրթ ժողովուրդ, հա, չգիտեմ Հեգելից մինչև ես իմ Բեթհովեն տված եւ այլն օրենքներով ղեկավարվող եւ բարձա ոնց եղավ որ ասենք թողեցին որ Հիտլերը գա իշխանության եւ հիմա ես դա հասկանում եմ որտեղ մարդիկ պատերազմից հետո պարտություն էին կրել, հա, առաջին համաշխարհայինից հետո այդ պարտության հոգեբանական հետևանքները շատ ուժեղ էին իրանց մոտ, հա, դրա համար անառողջ այդ երևույթները սկսեցին առաջանալ, իսկ այն մասը հասարակության որ պետք է դրա դեմն առներ կամ այդ մասը գոնե, հա, ոչ կային մարդիկ որ դիմադրում էին, բայց շատ շատերը ասում էին դե լավ, էս ինչ եք ուզում, ասենք ինքը հո լուրջ չի ասում որ հрьяաներին ուզում է վառել։ Ոնց կարող է մարդը լուրջ դες բան ասի կամ ինքը հո լուրջ չի ասում որ ասենք ամբողջ արևելյան Եվրոպան պիտի գրավի։ Երրորդ ռայխ պետք է ստեղծի։ Հա, չէ, հաստատ մարդը էլի բանը ասում պատերազմի մասնակից, հա, քա տենց պատերազմի մասնակից կրված հայրենասեր եւ այլն, հա։ Հայրենասեր լավ տղա։ Նույնը չգիտեմ, Իտալիայում Մուսոլինիի մասին էին երևի ասում, հա պետք է լուրջ ընկալել այդ ամեն ինչը։ Ես հասկանում եմ նաև, տեսեք, ես օրինակ հասկանում եմ իրավապաշտպանների մտահոգությունը պետության հետ կապված, հա, որ պետությունը պետք է վերահսկվի։ Հիմա նույն այս գործում, հա, այն մարդիկ, ովքեր, ասենք, այս գործով անցնում են, իրանք էլ ունեն իրավունքներ։ Պարզա չէ, ասենք, թեկուզ իրենք մեղադրել են, թեկուզ հանցագործել, բոլոր մարդիկ ունեն իրավունք։ Ու պետք է հետևել իհարկե իրավապահների գործողություններին, իրավապահները պետք է ապացուցեն, հա, ասենք, այդ մարդկանց մեղքը, դատարանը պետք է քննի, կարող է պարզվի, օրինակ այդ մարդիկ, իհարկե, կարող է պարզվի այդ մարդիկ, ասենք, հա, մի մասը մեղավոր են, մի մասը կարող է ինչ-որ մարդիկ պատահական ուղղակի այդ ժամանակ նստած էին, ասենք, այդ բակում, երբ որ, չգիտեմ, եպիսկոպոսները բան էին քննարկում, այդ մարդկանց են տարել նստածրել։ Իհարկե այդ մարդկանց հա պետք է, ասենք, ազատ, այսինքն պետք է հետևել պետությանը, պետք չի թողնել, որ պետությունը ինչ ուզի անի, բայց սա այն խնդիրն է, երբ որ մենք լուրջ ունենք վտանգ մեր հասարակության համար, մեր ժողովրդավարության համար, մեր երկրի անկախության համար։ Քաղաքականավորները Սոս ասող էլ կա։ Դե հա, ես ասում եմ, ես գիտեք ինչից է գալիս, որտեղ տասնամյակներով մենք վստահություն չենք ունեցել պետության հանդեպ ու ճիշտ է որ չենք ունեցել, որովհետև պետությունը եղել է կոռումպացված, պետությունը հիմնված է ռեպրեսիվ ու պետությունը հիմնված է եղել ոչ լեգիտիմ process-ի վրա, այսինքն ընտրությունները կեղծվել են։ Եթե ընտրությունը կեղծվել, ոչ միայն ընտրությունը, սահմանադրությունն է կեղծվել։ Հա 95 թվի հանրակրվեն, հիմա արդեն հա կարելի է դրա մասին խոսել, երևի որ հա կեղծված է եղել։ 2005-ին առավել ևս։ Հա, այսինքն օրինակ չեմ 2008-ին շատերը այդ մարդկանցից ովքեր հա, ասենք ազատության հրապարակ էին գնում, շատ լավ գիտեին որ կեղծված է այդ ամեն ինչը, հա, եւ 95 թվականի ընտրությունները, եւ խորհրդարանական, եւ հանրակրվեն, եւ 96 թվականի նախագահական ընտրությունները, բայց քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ընդդիմության առաջնորդը,
Գերել ասում էինք, ասենք չխոսել դրա մասին, որովհետև դրանից օգտվում էր, ասած, այն ժամանակվա ավտորիտար վարչակարգը, բայց դե այն ժամանակվանից դա եղել է ու դրա համար տասնամյակներով մարդիկ սովոր են եղել, որ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, չգիտեմ, դատախազությունը, քննչական կոմիտեն եւ այլն, այնպիսի կառույցներ են, որոնց չի կարելի վստահել։ Դրանք որովհետև նախ եւ առաջ ռեպրեսիվ մարմիններ են, ոչ թե իրավապահ։ Ու գիտեք ինչ ես իրավապահ, չէ՞։ Սա իրականում վատ չի, որ այդ կա, հա, այդ մոտեցումը մեր հասարակության մեջ, որտեղ սա ոնց որ մեր իմունիտետը լինի հասարակության։ Բայց իմունիտետը ինքը նաև այդպիսի հատկություն ունի, որ երբեմն ավտոիմուն հիվանդություններ են առաջանում։ Այո, հարձակվում է հենց առողջ բջիջների վրա ու դրանք շատ վտանգավոր հիվանդություններ են, հաճախ ասենք ամբուժելի ու նույնիսկ մահացու ելքով հիվանդություններ են այդ ավտոիմուն հիվանդությունները։ Հա, որովհետև իմունիտետը ինքը շատ կարևոր է, իհարկե դու պետքա հիմա եթե այս վերենք այստեղ, դու որպես քաղաքացիական հասարակություն, որպես իրավապաշտպան պետքա հետևես պետությանը, որտեղ պետությունը ինքը ունի այդպիսի հատկություն։ Եկեք ընդունենք, նույնիսկ ամենաժողովրդավարական պետությունը, եթե դու իրանց առանց վերահսկողության թողնես, ինքը կսկսի մարդու իրավունքները խախտել։ Դա չի քննարկվում, դա այդպես է։ Բայց այստեղ նախ դու ունես մի հատ ուրիշ ավտորիտար, տոտալիտար պետություն, կայսրություն, որը փորձում է խառնվել քո գործերին։ Վերացնել քո պետությունը որպես այդպիսի։ Դե, ասենք փորձում է խառնվել քո գործերին, հա, բայց համաձայն եմ։ Ունես ինչ-որ մարդիկ, ովքեր ունեն sense ֆաշիստական գաղափարախոսություն, էլի, եկեք ճիշտ ասենք, իրենք ասում են, ով որ չգիտեմ, մեզ հետ չի, ինքը լավ, ֆաշիստական չասենք, ծայրահեղական, աջ պահպանողական, ազգայնական, ծայրահեղական գաղափարախոսություն։ Ասում են, ով որ մեզ հետ չի, հայ չի, ով որ ասենք չի գալիս մեր, չգիտեմ, ով որ նիկոլական է, դավաճան է եւ այլն եւ այլն։ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանները մեզ համար Հեչ։ Դե այդ ենթադրենք իրանք ասենք դա շատ հայրենասեր են դրա համար են ասում, չնայած ես չեմ կարծում։ Նշանակում է գնում ենք բոլորի հետ կապ։ Հա, բայց ամեն դեպքում նրանք իրանց վերաբերմունքը նրանց ընդդիմախոսներին շատ ագրեսիվ է ու բռնության վրա է կառուցված, հա, այսինքն ես ինչի համար եմ դա ասում, այսինքն ինձ համար, ասենք ես բացահայտումները առանձնապես նորություն չէին, այսինքն այնպես չէ, որ այս մարդիկ իրանց միտինգներին խոսում են սիրո եւ համերաշխության մասին, ասում են եկեք բոլորս միասին, սենց ինչ-որ արդար սոցիալական պետություն կառուցենք, որտեղ բոլոր փոքրամասնությունների իրավունքները կհարգվեն, բոլորս իրար կսիրենք, շատ միասնական կլինենք։ Չէ, իրանք իրանց միտինգներին մոտավորապես նույն բաներն են ասում, ինչ որ այդ զայնագրություններում, հա, կամ ինչ որ այդ թղթում։ Հիմա թող փորձագետները նստեն ուսումնասիրեն այդ զայնագրությունը իրական է թե չէ։ Ես պատճառ չունեմ չհավատալու այդ զայնագրությանը, որովհետև մոտավորապես նույն բաներն է, ինչ որ ես իրանցից լսել եմ բազմիցս, հա, մի քիչ բարձր այդ զայնագրություններում ավելի, ասած, բացվում են նրանք։ Սա մեկ, ու երկրորդը նաև այստեղ մենք խնդիր ունենք, որ շատ մեծ հարգանքով հայ առաքելական եկեղեցու հանդեպ պետք է ընդունենք, որ վերջի տասնամյակներին հայ առաքելական եկեղեցին հիմնականում այսպես վերածվել է ծայրահեղ պահպանողական եւ ռեակցիոն ուժի, հա, ասենք պահպանողականությունը նորմալ է, բարձր, որ եկեղեցին պետք է պահպանողական լինի, հա, բարձր, ասենք կան հասարակության մեջ տարբեր խավեր, ասենք ժամանակակից արվեստը պետք է միշտ լինի շատ պրոգրեսիվ, միշտ լինի փորձարարական, իսկ եկեղեցին պետք է լինի պահպանողական, բայց այդ պահպանողականությունն էլ սահմաններ ունի, հա, դուք չպիտի քարոզեք ատելություն ամեն նորի հանդեպ, ատելություն բոլոր փոքրամասնությունների հանդեպ, ատելություն, ասենք, այլ կրոնական խմբերի հանդեպ։ Խավարամատության պետք չէ։ Իհարկե, իսկ առավել եւս չպիտի մտնեք քաղաքականության մեջ։ Ու սա ինստիտուտ է, որը բարեփոխման կարիք ունի, հա։ Հիմա լավ, ասենք դա քրիստոնյաների այդ եկեղեցու հետևորդների գործն է, դա պետության գործը չի, ես լրիվ ընդունում եմ, բայց երբ որ այդ ինստիտուտը կամ այդ ինստիտուտի ներկայացուցիչները հա, որը թափանցիկ չի։ Մենք որևէ վերահսկողություն չունենք, հա, Հայաստանի քաղաքացիները որևէ վերահսկողություն չունեն նրա վրա, թե ոնց է, ասենք, ընտրվում եպիսկոպոսը կամ կաթողիկոսը կամ արքեպիսկոպոսը։ Որևէ վերահսկողություն չունի դրա բյուջեի վրա, որևէ վերահսկողություն չունի, թե, ասենք, երբ որ կարգալույծ են անում, ինչ-որ հոգևորականի, ճիշտ են անում, թե չէ, հա, ասենք, կարող է կարգալույծ են անում ամենալավ հոգևորականներին։ Կամ, ասենք, ինչ-որ մի հակառակը կարող է ինչ-որ մի հոգևորական շատ վատ բան անում, բայց նրանք կարգալույծ չեն անում։ Այսինքն, այս բոլոր process-ները ամենևին թափանցիկ չեն, հա, մեր համար։ Ու այս ինստիտուտը մտնում է քաղաքականության մեջ, սկսում է պահանջել շուտ սրա նրա հրաժարականը, իսկ այդ ինստիտուտի որոշ ներկայացուցիչներ սկսում են ուրեմն պահանջել ռազմական հեղաշրջում։ Սա
Կամ գյուլել պատի տակ, հետո ընտանիքին կոմպենսացիա տալ։ Ես չհասկացա։ Չգիտեմ, գուցե ես, ասենք, օբյեկտիվ չեմ, գուցե ես շատ եմ կարդացել տարբեր, ասենք, պատմական աշխատություններ, նույն չգիտեմ, 30-ական թվերի Գերմանիայի մասին կամ 20-ական թվականների Իտալիայի մասին, հա, բայց ես ամեն դեպքում ստեղ վտանգ եմ տեսնում, շատ ավելի լուրջ վտանգ, քան որ, ասենք, Հայաստանի իրավապահները հիմա, ասենք, ինչ-որ չեմ, տոտալիտար պետություն են կառուցում։ Ես այս նարատիվը չեմ ընդունում, հա, ասենք, նույնիսկ եթե շատ ուզենան Հայաստանի իրավապահները տոտալիտար պետություն կառուցել, նրանք չեն կարողանա, եւ ես համոզված եմ, որ եթե իրոք այդպիսի բան լինի, եւ ես, եւ դուք, եւ մեր ընկերների, գործընկերների, ծանոթների մեծամասնությունը հաջորդ օրը եւ դուրս կգա փողոց, եւ այդ տոտալիտար պետությունը վերջ կտա, հա։ Բայց մենք չենք տեսնում այսպեսի, մենք չենք տեսնում, որ, ասենք, այս ձերբակալվածներին պաշտպանելու համար հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, այլ մարդիկ դուրս են գալիս իրանց հենց նեղ խմբակի ներկայացուցիչներ։ Մի խոսքով երևի շատ կենտրոնացա այս թեմայի վրա, բայց կարևոր է ու ես իրոք այսպես անկեղծ զարմանք եմ ապրում, հա, երբ որ տեսնում եմ մեր հասարակական կարծիքի որոշ արձագանքներ սրա վերաբերյալ։ Բայց ամեն դեպքում իհարկե կա ամեղության կանխավար կաց եւ կլինի քննություն, կլինի դատարան, լրագրողները այս ամեն ինչին կհետևեն, եթե պարզվի, որ այս խեղճ մարդկանց հա իրենք անմեղ են եւ նրանց ուրեմն իզուր են մեղադրում, այդ դեպքում դուրս կգանք կպահանջենք այդ ուրեմն քննությունը իրականացնողներին պատասխանատվության կանչել։ Բայց այս պահին ես այդպեսի պատճառ չունեմ, ես գրկնում եմ, հա, ես ասենք ինչ որ անտրամաբանական բան չեմ տեսնում ստեղ, ընդհակառակը հենց եթե վաղը օրինակ Գերմանիայում այդ այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը, հա, որը AfD-ն, հիմա նրանք վերցրել են վերահսկողության տակ, հա, այսինքն հատուկ որոշում է ընդունվել, հա, որ նրանք պետք է վերահսկողության տակ լինեն, որովհետև ծայրեղական գաղափարախոսություն ունեն։ Հիմա եթե այդ վերահսկողության ընթացքում պարզվի, որ նրանք հեղաշրջում էին պատրաստում Գերմանիայում, ասենք ես չեմ զարմանա, հա, ոչ էլ գերմանացիները կզարմանան։ Նախ կուսակցությունը կփակվի, այստեղ առանց խոսքի։ Երկրորդը ձերբակալություններ կլինեն, կալանավորումներ եւ դատ եւ մարդիկ, ովքեր զբաղվել են այդ գործունեությամբ, կհայտնվեն բանտում, կազմակերպողները, չէ՞։ Այդ կոչերը, հրապարակային կոչեր անողները։ Սա գիտեք քաղաքագիտության կամ քաղաքական փիլիսոփայության մեջ սա կոչվում է հանդուրժողականության պարադոքս, այսինքն արդյոք պետք է լինել հանդուրժողական նրանց հանդեպ, ովքեր իրենք հանդուրժողական չեն։ Այսինքն եթե մարդիկ քարոզում են անհանդուրժողականություն, ասում են, չինեմ, փոքրամասնություններին պետք է ոչնչացնել, ով որ մեզ նման չի մտածում դավաճանա, հա, կգանք իշխանության կգյուլենք եւ այլն եւ այլն։ Հիմա արդյոք կա խոսքի ազատություն։ Հա, բայց այդ խոսքի ազատության սահմանը որտեղ է։ Ես գտնում եմ, որ մի կողմից հա կա խոսքի ազատություն եւ միշտ մարդու ազատությունը, քաղաքացու ազատությունը հա նախապատվություն պիտի ունենա պետության ազատության հանդեպ, բայց այստեղ խնդիրը նա է, որ այսպիսի ուժերը ուրիշ մարդկանց ազատության վրա են բռնանում։ Հա, այսինքն եթե ես որպես քաղաքացի իրավունք ունեմ գնալու ընտրություններին ընտրելու իմ իշխանությունը, եթե մարդիկ հեղաշրջում են անում, հա, իրենք իմ ազատությանն են կպնում, հա, իրենք ինձ զրկում են իմ ապագան որոշելու իրավունքից։ Եվ սա գիտեք նաև մշակութային էսպիսի խնդիր է մեզ մոտ, օրինակ, տեսեք, նույն Գերմանիայում, հա, օրինակ եթե մարդիկ հերթ են կանգնած, մեկը փորձի առանց հերթ խցկվել, այդ մարդուն բոլորը կասեն ինչ ես անում։ Հա, մեզ մոտ հիմա մի քիչ կարգավորվել է, բայց առաջ հերթ Հայաստանում հնարավոր չէր կանգնել, որովհետև ինչ-որ մեկը գալիս էր առանց հերթ անցնում էր, ոչ մեկ բան չէր ասում, հա, որովհետև դա մարդ է, էլի։ Okay, հերթի պարագայում դա այդքան էլ վախենալու բան չի, բայց երբ որ մենք գործ ունենք այսպիսի process-ների հետ, նման մտածելակերպը ուղղակի շատ վտանգավոր է։ Տեսեք, պարոն Զոլյան, մենք էլի կենտրոնանում ենք մեր ներքին հարցերին, բայց մենք զուգահեռաբար տեսնում ենք ինչպես են սրվում հարաբերությունները Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ մենք տեսնում ենք, որ սա այսպես երկրաչափական պրոգրեսիայի գրաֆիկով է, հա, ասենք փոխվում եւ ինչ է կարծում հետդարձի կետը անցել են Մոսկվա եւ Բաքու։ Գիտեք, այսպիսի ռեժիմների համար հետդարձի կետ մեծ հաշվով
գոյություն չունի, որտեղ միշտ էլ կարող են ասել, բան չկա ու իրենց հասարակությունում ոչ ոք պատասխանատվության չի կանչի։ Բայց դրանով հանդերձ այդ տրամաբանությունը, որ նայում ենք, ինքը հստակ էսկալացիայի տրամաբանության մեջ է, եւ այդ ամեն ինչը կարելի է սկսել այդ հայտնի ինքնաթիռից, երբ որ այդ ինքնաթիռի հետ ողբերգական պատահար եղավ, հիմա այս վերջին դեպքերը եւ տպավորություն կա, որ Ադրբեջանի ղեկավարությունը մի տեսակ սպասում էր, որ sense մի բան լինի, որտեղ մի կողմից այդ ինքնաթիռից հետո նրանք արդեն Ռուսաստանի հանդեպ իրենց վերաբերմունքը փոխվել էր, ու մյուս կողմից էլ նրանք տեսնում են, որ Ռուսաստանը թուլանում է մեր տարածաշրջանում, Սիրիայում Ռուսաստանը ոչ մի բան չկարողացավ անել, Իրանի պարագայում Ռուսաստանը չուզեցավ կամ չկարողացավ ոչ մի բան անել, դե Հայաստանի մասին չենք խոսում, եւ այստեղ Ադրբեջանը հասկանում է, որ կարիք չկա Ռուսաստանի, այսպես ասած, այն վերաբերմունքը, որ նրանք ունեին Ռուսաստանի հանդեպ, այլևս կարելի է չունենալ։ Եվ կարելի է Ռուսաստանին որոշ հարցերում քցել, կներեք ոչ գրական բառի համար, մասնավորապես ես ենթադրում եմ, որ, ասենք դա շատերն են ասում դրա մասին, ես համաձայն եմ այդ տեսակետին, որ Արցախի 2023 թվականի իրադարձություններից հետո Ռուսաստանը ակնկալում էր Ադրբեջանից ինչ-որ բաներ, որ այդ խաղապահների, ասած լռության դիմաց, եւ Ադրբեջանը իհարկե շահագրգռված է նրանով, որ ոչ մի բան չտա Ռուսաստանին, եւ այս իմաստով սա լավ առիթ էր Ադրբեջանի համար նաեւ այդ չեղարկել այդ բոլոր պայմանավորվածությունները եւ ընդհանուր առմամբ, տեսեք, Ադրբեջանը միշտ էլ Ռուսաստանը դիտարկել են որպես գաղութային պետություն, այսինքն մեզ մոտ է, որ մենք ունեինք ինչ-որ իլյուզիաներ, որ այ Ռուսաստանը մեր եղբայրն է, չգիտեմ, մեր փրկիչն է եւ այլն։ Ադրբեջանում նման իլյուզիաներ երբեք չեն եղել, նրանք շատ լավ գիտեին, որ իրենց մեծ եղբայրը Թուրքիան է, իսկ Ռուսաստանի հետ իրենց մոտ միշտ գործում էր միայն հաշվարկը, շատ այսպես իրատեսական, պրագմատիկ, ցինիկ հաշվարկը։ Եվ հիմա երբ որ տեսնում են, որ կարելի է Ռուսաստանին գցել, ինչու չգցեն, գումարած դրան կա իրական Ադրբեջանում դժգոհություն, որովհետև եկեք էս էլ ասենք, Ռուսաստանում կա ռասիստական վերաբերմունք Կովկասից եկած մարդկանց հանդեպ, եւ հայերի հանդեպ, եւ վրացիների հանդեպ, բայց ադրբեջանցիների պարագայում ավելի ուժեղ է, որտեղ այդտեղ կրոնական տարբերություններ է գումարվում, գոնե հայերի պարագայում որպես քրիստոնյա մի քիչ ուրիշ ձևով են նայում, բայց ադրբեջանցիներին եւ կենտրոնական Ասիայի բնակիչներին ընդհանրապես շատ հաճախ մարդու տեղ ընդհանրապես չեն դնում, եւ միգրանտների հանդեպ այս վերաբերմունքը, հատկապես այդ հայտի Կրոկուսի ահաբեկչությունից հետո Ռուսաստանում եւ ընդհանուր առմամբ ազգայնականության աճը Ռուսաստանում պատերազմի պարագայում հանգեցնում է նրան, որ Մերձավոր Արևելքից, չգիտեմ, կենտրոնական Ասիայից, նաեւ Կովկասից մարդկանց հանդեպ շատ աճել է այդ քսենոֆոբիան, բացասական վերաբերմունքը, ու ադրբեջանցիներն այսօր զգում են։ Ու հիմա այդ ֆոնին, երբ որ այսպիսի դեպքեր են այնտեղ տեղի ունենում, նաև ադրբեջանական հասարակությունն է արձագանքում։ Ու ինչքան էլ Ալիևը բռնապետ է, բայց ինչու ինքը չօգտագործի այդ հասարակական տրամադրությունները։ Եվ ամփոփելով, պարոն Զոլյան, այնուամենայնիվ էլի վերադառնանք Հայաստան, մի քիչ զիգզագներով ենք անում, բայց կարևոր է։ Տեսեք, մի ասում են հարցակում է եկեղեցու դեմ, ես կանգնած եմ եկեղեցու կողքին։ Մարդիկ, որում հայտնի մարդիկ։ Նա ես էլ ասում եմ եկեղեցու կողքին ես եմ կանգնած, որովհետև եկեղեցում չպետք է լինեն մարդիկ, ովքեր մարդ են ուզում գյուլեն, խաբում են, զբաղված են ոչ թափանցիկ ֆինանսական գործունեությամբ եւ քիթները մտցնում են պետության գործերի մեջ, խաթարելով թե պետական, թե եկեղեցական կանոններ։ Հիմա ով է եկեղեցու հետ, ով է եկեղեցու կողքին, ով է հարձակվում եկեղեցու վրա, եւ այս սենց խոսք պարազիտներ կան, չէ, լեզվի մեջ, չէ, հիմա բոլորը բերանից շաղ են տալիս։ Հիշում եք մի խորհրդային ֆիլմ կար, ասում են բոլորը սովորել են ճիշտ բառեր եւ շատ դժվար է գտնել ապուշներին, չէ։
Գիտեք, ես կառաջարկեի ընդհանրապես այս բոլոր բանավեճերում մարդկանց հարցնել, թե օրինակ որն է աստվածաբանական տարբերությունը հայ առաքելական եկեղեցու միջև եւ օրինակ ուղղափառ եկեղեցու միջև կամ կաթոլիկ եկեղեցու միջև, հա։ Համոզված եմ, որ իրանց այդպես եկեղեցու պաշտպան հռչակողների մեծ մասը ընդհանրապես տեղյակ չի դրա մասին։ Ու նորմալ է, որ մարդիկ տեղյակ չեն, հա, բայց պետք չի ձևացնել այսպես, հա, որ դուք այստեղ հենց խորը հավատացել եք եւ կան այդպիսի մարդիկ էլ կան, հա, բայց ես օրինակ իմ փորձով ասեմ, հա, ես այն ժամանակ երբ որ ավելի շատ աթեիստ, ագնոստիկ էի, ես ինձ հարմարում էի առաքելական եկեղեցու հետևորդ։ Երբ որ իմ աշխարհայացքը փոխվեց, ես ավելի սկսեցի հետաքրքրվել հոգևոր ոլորտում, ցավոք սրտի, ցավով եմ դա ասում, ես հայ առաքելական եկեղեցում դա չգտա։ Ես սկսեցի ավելի շատ հետաքրքրվել, ասենք, արևելյան փիլիսոփայություններով, բուդդայականություն, հինդուիզմ եւ այլն։ Ինչու, որովհետեւ սա բավական տարածված երևույթ է, հա, որտեղ հայ առաքելական եկեղեցին ցավոք սրտի, հա, ինքը բավական հեռացել է իր հիմնական ֆունկցիայից, հա, իր հիմնական ֆունկցիան հոգևոր ֆունկցիան պետք է լինի։ Բայց պատմականորեն նա կատարել է, չգիտեմ, ազգային ինքնության պահպանություն ֆունկցիան Սփյուռքում մինչև հիմա կատարում է, բայց հիմա պետք չէ այդ ֆունկցիան կատարել, կա պետություն դրա համար, հա։ Լավն է, վատն է, բայց չգիտեմ, միջազգային տարածված սահմանները, ճանաչված սահմանները գուցե այնքան էլ մեզ դուր չեն գալիս, հա, կամ դուր են գալիս, բայց կա պետություն, այդ պետությունը ապահովում է հայոց լեզվի օգտագործումը, այդ պետությունը ապահովում է կրթություն եւ այլն եւ այլն։ Հա, Սփյուռքի համայնքներում եկեղեցին այդ ֆունկցիան կատարում է, շատ լավ է անում, շնորհակալություն, բայց Հայաստանում պետք չի դրանով զբաղվել։ Հայաստանում եկեղեցին պետք է կենտրոնանա իր անմիջական ֆունկցիայի վրա, որի համար բոլոր աշխարհի եկեղեցիները եւ կրոնները ստեղծել են, ապահովել կապը հոգևորի հետ, հա, կապը Աստծու հետ, կամ եթե թեկուզ ասենք դուք աթեիստ եք, ասենք Աստծուն չեք հավատում, գոնե մարդկանց համար ապահովել ինչ որ հոգևոր, այսպես հանգստություն, հա, ինչ որ խաղաղություն, որ ինչ որ տեղ լինի, որտեղ մարդիկ գնան, չգիտեմ, աղոթեն եւ հանգիստ լինեն, հա, ասենք իրենց, այսպես ասած, հույզերը, իրենց սթրեսները եւ այլն մի կողմ թողեն։ Եկեղեցին փոխանակ դրանով զբաղվի, ոմանք զբաղվում են, իհարկե կան շատ լավ հոգևորականներ, որոնք իրենց համայնքի համար դա անում են։ Բայց մենք տեսնում ենք, որ շուտ բարձրաստիճան սպասավորների մակարդակով եկեղեցին մտնում է քաղաքականության մեջ, եկեղեցին փորձում է, այսպես ասած, իր կամքը պարտադրել հասարակության ուրիշ հատվածներին, հա, եւ այլն եւ այլն։ Իսկ դա ինչից է գալիս, հա, որ տեսեք Հայաստանում մինչև 18 թվականը կար մենաշնորհների այսպիսի համակարգ, հա, բոլոր ոլորտներում կային մենաշնորհներ, եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ մեդիայում, եւ այլն կար ինչ-որ մի հատ խմբակ, որը ամեն ինչ վերահսկում էր։ Այդ խմբակի մի մասը վերահսկում էր քաղաքական ոլորտը, մյուս մասը բիզնես ոլորտը եւ այլն։ 18 թվականին դա քանդվեց, բայց այդ եկեղեցու որոշակի մասի այդ հոգևոր մենաշնորհը մնաց, հա, եւ չի կարող լինել բաց հասարակություն, հա, զարգացող հասարակություն, երբ որ ամենակարևոր ոլորտը հոգևոր ոլորտը ինքը փակ է, երբ որ այնտեղ կա մենաշնորհ, երբ որ այնտեղ կա չբարեփոխված այսպիսի խավարամիտ ինչ որ ինստիտուտներ, հա, դրա համար այդ հարցը պետքա լուծվի։ Ես չեմ ասում, որ այն ինչ որ ասենք վարչապետը անում է, դա ճիշտ է։ Օրինակ ես գտնում եմ, որ այդ ստատուսները, որոնք վարչապետը գրում էր Facebook-ում, նրանք շատ խանգարում են գործին, քան օգնում են, հա, որովհետև առիթ են տալիս ասելու, որ այդ տեսեք, սա քաղաքական հետապնդում է եւ այլն։ Այսինքն այն մյուս կողմում էլ խնդիրներ կան, հա, բայց գոնե մարդիկ հարց են բարձրացնում, հա, գուցե ճիշտ պատասխանը չեն տալիս այդ հարցին, բայց այդ հարցը մենք պետք է բոլորս մեզ տանք, հա, որտեղ հնարավոր չի ապրել առողջ հասարակությունում, երբ որ այդ հասարակության ամենակարևոր ինստիտուտներից մեկը առողջ չի, հա, հետեւաբար այս խնդիրը պետքա լուծվի, գուցե ոչ այս ձևով, հա, բայց այս քննարկումը մենք բոլորս պետքա ունենանք ու հայցկանալի է, որ դա տհաճ քննարկում է, հա, ասենք հաճելի չի դրա մասին խոսելը, որտեղ մեր բոլորի համար դա բավական նուրբ թեմա է, էմոցիոնալ թեմա է, բայց չի կարելի անverջ փախչել այդ թեմայից։ Շատ շնորհակալ եմ, պարոն Զոլյան, ձեր այս չափազանց կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար բարին ձեզ։ Միշտ նոր հանդիպում։ Մենք լսեցինք մեր գործընկեր քաղաքագետ Միքայել Զոլյանին, լսեցինք իր դիտարկումները կապված մեր ներքին եւ արտաքին մի շարք մարտահրավերների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։